Թուրք-ադրբեջանական տանդեմի դիվանագիտությունն է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Էրդողան-Ալիև զույգը քաղաքականությունը տանում է միմյանց հետ գործակցությամբ կամ կարելի ասել փոխանցումներով։ Այնպես չի, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի դիրքորոշումները բոլոր հարցերում համընկնում են։ Նրանք խաղում են այդ հայտնի բարի քննիչ, չար քննիչ խաղն են խաղում։ Թուրքիան որպես ավելի լուրջ երկիր, ծանրակշիռ, խորքային պետություն գերադասումը կոշտարետորաբանությամբ հանդես չգալ, բայց Ադրբեջանի միջոցով ներկայացնում են պահանջները։ Եվ ահա Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացումից տարիներ անց Հայաստանի իշխանությունները բարձրաձայնում դժգոհում են, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական սահմանի բացման գործընթացում խոչընդոտում է Ադրբեջանը։ Տարիներ շարունակ Թուրքիան նախապայմաններ է առաջ քաշում, որ այդ սահմանը կբացի, եթե Արցախը տեսնեն Ադրբեջանի կազմում։ Թուրքիայի համար կարևոր չի Հայաստանի ապաշրջապակում կլինի թե չէ սահմանը բաց կլինի թե չէ։ Նրանք այդ հարցերը նայում են իրենց շահերի տեսանկյունից։ Իրենց համար մեծ հաշվով միևնույն է, նրանք այդ խնդիրների լուծմանը կհասնեն խաղաղության համաձայնագրի միջոցով, թե Ադրբեջանին կհրահրեն ագրեսիա եւ այդ ձևով կլուծեն։ Ստացվում է եւ դա նաեւ իշխանական ներկայացուցիչներն են խոստովանում։ Մի կողմից Ադրբեջանը բանակցում է հայկական կողմի հետ, մյուս կողմից թույլ չի տալիս, որ Թուրքիան բանակցի Հայաստանի հետ։ Սա տարօրինակ իրավիճակ է։ Թուրքիան դարձել է այս հարաբերությունների գերին։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ակնառու խնդիրներ չկան։ Հայաստանը պատրաստ է բացել սահմանը, բայց Թուրքիան նոր քայլ չի ձեռնարկում։ Պետք չի, որ ամեն ինչ ինձ հետ համաձայնեցված լինի։ Ազգային ժողովի նախագահ բարձրաստիճան պաշտոնյայի կարող է դիրքորոշումներ, տպավորություններ Գործող իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, քաղաքական թեզերը հակասում են միմյանց։ Արդյոք տարածաշրջանում ձևավորվել է խաղաղության օրակարգ։ Եթե նրանք իրենց առջև դրած խնդիրները կարծում են, որ կարող են լուծել բանակցությունների միջոցով, ինչու պիտի դա անեն պատերազմի միջոցով։ Այսինքն իրենց համար խաղաղությունը ոչ թե նպատակ է, այլ միջոց, որպեսզի հասնեն իրենց նպատակներին։ Մյուս կողմից նկատելի է, որ հայ-ադրբեջանական թուրքական բանակցային գործընթացներում դադար կա, ինչի են սպասում Բաքուն եւ Անկարան, քաղաքագիտական համայնքում տարբեր տեսակետներ կան։ Հնարավոր է այն պայմանավորված է Մերձավոր Արևելքում լարվածության պահպանմամբ Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներով։ Մյուս կողմից չի բացառվում, որ թուրք-ադրբեջանական տանդեմը սպասում է հայաստանյան խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայաստանի եւ Շվեյցարիայի արտգործնախարարություններ, Կարմիր խաչի միջազգային կոմիտե։ Այս հասցեներում են Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ գերիների հարազատների հովանավոր տերության մեխանիզմը գործի դնելու ակնկալիքով ուղարկված դիմումները։ Լուրեր չունեն իրենց հարազատներից, չգիտեն, թե ինչպես են իրենց հայրերը ու ամուսինները։ Ադրբեջանից Կարմիր խաչի վտարումից հետո 19 հայ լիակատար մեկուսացման մեջ է։ Կա մեխանիզմ, որը գործնականում կիրառված չէ եւ նման պայմաններում միջազգային մարդասիրական իրավունքը նախատեսվում է հովանավորող կամ պաշտպանող պետության նշանակում։ Դրա իմաստը այն է, որ հակամարտությանը չմասնակցող այլ պետություն մարդասիրական բնույթի գործառույթներ է իրականացնում։ Եթե պաշտպանող պետության վերաբերյալ համաձայնություն չկա, այդ դերը ստանձնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակի փակումից հետո գերիների վիճակը վատթարացել է, վստահ են նրանց հարազատները, որ մնացել են Բաքվում պահվող 19 հայ ճակատագրի եւ կացության վերաբերյալ խորը անորոշության մեջ։ Այսպես շարունակվի վախ ունեն, թե ավելի կխորանան իրենց հարազատների տառապանքները, կմեծանան նրանց կյանքի ու ֆիզիկական անձեռնխելիության նկատմամբ սպառնալիքները։ Վերջն արդյունքում սա խնդրանք է կամ վերականգնել Կարմիր խաչի գործունեությունը, կամ ի հայտ բերել դրան փոխարինող մեխանիզմ, սակայն ապահովելով պաշտպանող մարդասիրական գործառույթների իրականացումը։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչն ասում է, եթե Հայաստանի կառավարությունը բավարարի Բաքվում ապօրինաբար պահվող հայերի հարազատների խնդրանքը, ապա հովանավոր պետության մեխանիզմը գործարկելու համար անհրաժեշտ կլինի միայն չեզոք երկիրն ընտրել եւ բանակցել Ադրբեջանի իշխանությունների հետ։ Մենք դեռևս լավատես ենք, որ պետությունը իր քաղաքացուն չպաշտպանելու հատուկ քաղաքականություն չի վարում։ Մասնագետները նշում են, որ այս պահին ամենակարևորը ոչ թե այն է, թե ինչ է արդեն ասվել, այլ այն, թե ինչ է դեռ պետք անել, որովհետև փակդուր կարող է բացել միայն կամքը եւ յուրաքանչյուր լռություն կարող է կոտրվել, եթե կա պատասխանատվություն։
Բաքվի բռնապետական վարչակարգի քարոզչական մեքենայի անձնական սպասարկու բլոգերները, լրատվամիջոցները հրապարակում են լուսանկարներ, տեսանյութեր, որոնք հաստատում են, որ ադրբեջանական իշխանությունները չեն հրաժարվել Արցախի ինքնության կարևորագույն խորհրդանիշներից մեկից՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը վերացնելու մտադրությունից։ Արցախի խորհրդանիշներից «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը կանգնած է կանխամտածված ոչնչացման իրական եւ անմիջական վտանգի առջեւ։ Այս ահազանգը փաստական հիմքեր ունեցող լուրջ նախազգուշացում է, որը վկայում է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական եւ նպատակային ոչնչացման քաղաքականության շարունակության մասին։ Ադրբեջանը պետական մակարդակով իրականացնում է հոգեբանական տեղեկատվական տերորի քաղաքականություն։ Ալիևը իր վարչակարգով նպատակ է դրել ոչ միայն ֆիզիկապես ոչնչացնել հայկական հուշարձանները, այլև ջնջել Արցախի հայկական պատմամշակութային ինքնության հիշողությունը։ Օրեր առաջ էլ հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախօրեին Ադրբեջանի իշխանությունները օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրեցին Սուրբ Աստվածածին Մայր տաճարը։ Դրա հետ կապված վարչապետը պատասխանել է, դուք այդ հարցը տվել եք, մենք այդ ինֆորմացիան ճշտում ենք, ուզում ենք հասկանանք ինչ է եւ արձագանքը կլինի։ Հայաստանի այսօր ղեկավարությունը որևէ ձևով Ադրբեջանին հակադարձելու ոչ քաղաքական ծրագիր ունի, ոչ ցանկություն, ոչ էլ հնարավորություն։ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության հետ ուղղությամբ որևէ աշխատանք չեն տանում։ Ավելին, ես կարող եմ ենթադրել, որ տանում են հակառակ ուղղությամբ աշխատանք, այսինքն դիմում են միջազգային գործընկեր կազմակերպություններին կամ պետություններին, որ նմանատիպ գործընթացների նկատմամբ որևէ գնահատականներից ձեռնպահ մնան։ Արցախում պատմամշակութային ժառանգության ոչնչացման եկեղեցիների վերացման ֆոնին Իսպանիայից են տեղեկություններ ստացվում, որ հայկականը ոչնչացնող խաղաղասեր Ալիևը ստացել է խաղաղության եւ հաշտեցման մրցանակ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հասնելու եւ երկխոսության խրախուսման ուղղված ջանքերի համար։ Զավեշտալին ըստ փորձագետների այն է, որ Արցախում էթնիկ զտումների ու Արցախի պատմությունը մեծ եռանդով փոշիացնել ցանկացող Ալիևը մրցանակ ստանալով դատապարտում է քաղաքացիական բնակչության դեմ հանցագործությունները։ Նման տրամաբանության գործընթացի զարգացումը ինչ որ այսօր տեղի է ունենում, տանում է ուղղ դեպի պատերազմ, անկախ ամեն ինչից, եւ այդ պատերազմի քաղաքականությունը մեր կողմից իրականացնում է գործող իշխանությունը, ադրբեջանական կողմից ադրբեջանական իշխանություն։ Աշխարհի աչքի առաջ Ադրբեջանի վանդալները վտանգում են արցախցիների ինքնության խորհրդանիշը, իսկ միջազգային հանրության լռությունն այս իրավիճակում վերածվում է հանցավոր անտարբերության։ 2026-ի առաջին եռամսյակում Հայաստանում լրագրողների իրավունքների խախտումները մտահոգիչ մակարդակի են հասել։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մոնիտորինգի համաձայն հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է 30 խախտում, այդ թվում 1 ֆիզիկական բռնություն, 22 տարբեր ճնշումներ եւ 7 դեպք տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտման։ Խախտումների մեծ մասը, հատկապես վիրավորանքներն ու լրագրողական գործունեության խոչընդոտումները կատարվել են իշխանության ներկայացուցիչների կողմից, իսկ ֆիզիկական բռնության դեպքը տեղի է ունեցել ազգային ժողովում։ Միաժամանակ շարունակվում են ԶԼՄ-ների դեմ դատական հայցերի հոսքը, 3 ամսում ներկայացվել է 14 նոր գործ։ Թեպետ տեղեկությունների մատչելիության խախտումները նվազել են, մեդիա դաշտը շարունակում է մնալ բևեռացված, ինչն արձանագրում է նաև Freedom House-ը, Հայաստանը դասելով մասամբ ազատ երկրների շարքում։ Օնլայն կազինոներում իրականացված խաղադրույքների ծավալները վերջին 8 տարիների ընթացքում աճել են ավելի քան 35 անգամ։ Ինտերնետ կազինոների խաղադրույքների ծավալները 2025-ին հասել են 7.4 տրիլիոն դրամի։ Ազգային ժողովի իշխանական падգամավորներն առաջարկում են օրենքով պարտադիր պահանջ սահմանել, որպեսզի բոլոր օնլայն կազինոները իրենց կայքերում եւ հավելվածներում տեսանելի հատվածներում ունենան ինքնաարգելափակման կոճակը, որի վրա սեղմելուց հետո կարգելվի անձի մասնակցությունը օնլայն կազինոներին 5 տարի ժամկետով։ Եթե ժամկետի լրանալուց 5 օր առաջ քաղաքացին դիմում չներկայացնի, արգելափակումը հանելու վերաբերյալ անձի ինքնաարգելափակման տեղեկատվությունը կփոխանցվի խաղային օպերատորին։ Ունեցեք ցույց տալիս է ցուցանիշը, ոնց որ դա մեր իշխանության ժամանակ է, հա, այդ կան աճել։ Ձեր իշխանության ժամանակ է աճել։ Ոնց պետք է տվյալների բազան հասանելի լինի, որ նպաստառուի անունը չներառվի։ Դրա համար ունենք կենտրոնական բանկ, ստանում է նպաստ կենսաթոշակ։ Իր քարտով ինքը իդենտիֆիկացված է, տեխնիկայի հարց է, ժամերի հարց է, որ այդ սահմանափակումը տարածվի։ Ես պատրաստ եմ բարձրաձայնեմ բոլոր այն առատավոր երևույթների ու կազմակերպությունները, որոնք նաև հովանավորվում են։ Այդ առումով որևէ մեկը կառավարության վրա ազդեցություն չունի, որ ասեցիք ինչ ազդեցություն ունի այդ ընկերությունը, ու որևէ մեկը չել հովանավորում։
Ղևանում արձանագրված աղիքային վարակի դեպքերի հետքերով գնացել է հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը։ Համայնքում մասնագետները իրականացրել են խմելու ջրի նմուշառում եւ լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է կոլիֆորմ մանրեներ, իսկ կենսաբանական հետազոտություններով ռոտավիրուս, ադենովիրուս եւ կոլի խմբի ածխածիններ։ Կենտրոնը հայտարարել է, որ ձեռնարկվել են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ եւ խնդրի մասին իրազեկվել են պատկան մարմինները։ Ներկայում ակտիվ բռնկում չի արձանագրվում, գործընթացը մարում է, իսկ բուժօգնության դիմաց քաղաքացիների վիճակը գնահատվում է բավարար։ Մեր ունեցած տեղեկատվությամբ տրամադրել ենք պատկան մարմիններին, մասնավորապես առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին, որին վերապահված է վերահսկողության եւ այլ լիազորություններ։ Իմ ունեցած տեղեկատվությամբ ներկայդրությամբ վարչական վարույթներ կան հարուցված, մասնավորապես ոստիկանության կողմից, տեսչական մարմնի կողմից։ Ներկայդրությամբ մենք կարող ենք փաստել, որ process-ը չի տարածվում, որովհետեւ եւ դիմելիությունների չել եւ նոր դեպքեր չունենք։ Սա Դավթաշենում է, առաջին թաղամասի թիվ 41 շենքում։ 16 հարկանի նկուղն արդեն 2 ամիս է խոնավության ու կեղտաջրերի մեջ է։ Կոյուղատարներից ջուրն անմիջապես այստեղ է թափվում, իսկ հիմքերն ամեն օր են թուլանում։ Այս արդեն այս պատերն էլ է փլվում արդեն։ Շենքը արդեն փլուզման եզրին է կանգնած։ Վերանս էլ է չորանում արդեն։ Այստեղ պիտի լինեք, որ տեսեք ինչ վիճակ է։ Այս ամբողջ կեղտաջուրը լցվում է շենքի ամբողջ նկուղը։ Քաղաքացիների պատմածով դրսում գտնվող դիտահորերն են խցանված, իսկ Veolia ջուր ընկերությունից հայտնել են, որ դա իրենց գործը չէ, այլ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին է։ Ասում են, եթե դրսի կոյուղատարերն ու դիտահորերը մաքրվեն, իրենք բնակիչներով համատիրությամբ, թաղապետարանի աշխատողներով նկուղը կարգի կբերեն։ Դիտահորն է փակ, 4 շենքի գալի լսվում է միանգամից այդտեղ։ Մենք դիմեցինք Veolia-ին, Veolia-ն ասեց դա մեր գործը չի։ Այդքան բան։ Ահա որա։ Էսի ահա որա։ Այս փեդով ցույց տամ, էսա լսվում է տները, այստեղ նկուղների հերկան։ Խցանված են նաև Արցախի 24 կտրակ 1 հասցեի 14 հարկանի շենքի կոյուղատարները։ Նկուղներում խայտարակ պատկեր է, կարճաոտնային քանուշկին է, որ անհնար է մնալ 20 վայրկյանից ավելի։ Երկաթրուբը հիմա քանդել են սավայացել։ Թողերեն փոխեն, ասում պրծնենք մենք էլ ասфальտ դորից չչացնենք։ 250-ից ավելի բնակիչ է այստեղ ապրում, ամեն օր ստիպված են լինում շնչել գարշահոտը։ Բազմից են դիմել եւ Veolia ջուր ընկերությանը եւ թաղապետարանին, բայց արձագանք չկա։ Մինչդեռ շենքի հիմքերն ամեն ամիս ավելի են թուլանում։ Քաղաքացիները կոչ են անում գործնական քայլեր ձեռնարկել, թե չէ իրենք կդիմեն կտրուկ միջոցների։ Բայց չենք կարող էլի ոչ մի գործողություն անենք, այնա շորլոմա։ Մեկը վրա գցելով է։ Գարշահոտ է սաղ։ Գրեթե նույն վիճակն է նաև Նորագավիթ թաղամասի 8-րդ փողոցում։ Կոյուղաջրերը լցվում են բնակիչների տներ, հասնելով անգամ նկուղներ ու հողամասեր։ Ամենուր հակասանիտարական վիճակ է ու գարշահոտ։ Բնակչի տան բակից դուրս է գալիս ամբողջ հողամասը, որ հիմա ինքը պիտի արդեն սերմերը առածելներ, հողը մշակեր, վարության կաներ, հիմա չի կարող, քանի որ ամբողջ տարածքը լցված է կեղտաջրով։ Եվ այսպես որ գնա հարգելի Veolia ջուր, ոչ միայն 37 տունն է այս վիճակում հայտնվելու, թեպետ արդեն հայտնվել է, այլ նաև հարակից տներ։ Քաղաքացիները չեն ընդունում Veolia ջրի պարզաբանումը, թե խնդիրը սեփական տարածքում է։ Ասում են, այդ սեփական տարածք կոյաջրերը լցվում են ընկերության հաշվեկշռում գտնվող խցանված դիտահորի պատճառով։ Իրենք ուզում են, որ աշխատակիցները դա մաքրեն, նաև քաղաքային իշխանության ուշադրությունն են հրավիրում։ Փողոցի դիտահորերը որ մաքրվի, որը որ Veolia-ինն է։ Ստե կանցնի, ստե Veolia-ն անելիք չունի։ Դե իսկ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի 8 եւ 6 շենքերի բակում փոքրիկ լճակ է առաջացել, խմելու ջրի խողովակն է վնասվել։ 3 օր բնակիչները փորձել են կապ հաստատել Veolia ջուր ընկերության հետ, խոստացել են գալ, բայց միայն խոստացել են։ Ահա զանգել ենք, սաղտեղ զանգել ենք, բայց ոչ մի Բա ինչ են պատասխանում։ Ոչ մի բան, հերթագրել ենք։ Վստահ եմ, Արմավիր քաղաքում, հարակից գյուղերում լիքը բնակիչներ օրերով, ամիսներով ջրի խնդիր ունեն, իսկ այստեղ խմելու ջուրը խողովակի վնասման պատճառով դուրս է թափվում։ Իդեպ ջրի խողովակը վնասվել է այն հատվածում, որտեղ ամիսներ առաջ քաղաքապետարանն ասֆալտել էր։ Մինչդեռ հենց այդ ժամանակ է, որ բնակիչները հորդորել էին սպասել, մինչև Veolia ջուրը փտած ջրախողովակները փոխի, որպեսզի նման դեպքերից խուսափեն, բայց անօգուտ։